Գորիս Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ Աղավնո գետի ձախ ափին այս տարվա առաջին ամիսներից ընթանում է նոր գյուղի շինարարության աշխատանքները։ Քաշաթաղի վերաբնակեցման նպատակով վարկեր տրամադրող Արցախ Roots Investment ընկերությունը քաղաքատիպ ավան հիշեցնող այս բնակավայրի կառուցումը իրականացնում է Արցախի իշխանությունների հետ համատեղ։ Սեպտեմբերի վերջերին պատրաստ կլինեն առաջին 50 բնակարանները, իսկ առաջիկա 1-2 տարիներին կկառուցվեն ևս 100 բնակարաններ, նաև գետի աջ ափին։ Քաղաքատիպ ավանը կառուցվում է Աղավնո գյուղի տեղում։ Ազատագրումը եղել է 1992 թվականին, ուրեմն այդ տարուց էլ 2-3 ընտանիք ստեղ ապրում են, հիմա էլ են ապրում, բայց հիմնադրվել է 1994 թվականին, այսա 20-ամյակը պիտի կատարենք, գյուղի 20-ամյակը կատարենք, ու գյուղը լավ գյուղ է, առաջավոր գյուղ է, սիրուն գյուղ է, կարելի ասած ապրելը են ոնց որ ասած հաճելի է, այս գյուղում ապրելը, համ ճանապարհի վրա է, համ ամբողջ քաղաքի տրանսի վրա է։ Մեր պատկերացումով քաղաքատիպ գյուղ է լինելու։ Աշխատանքները ճիշտ ասած լավ գնում էր, ասենք տենց տեմպով շարժում էր, մի քիչ այս արանքում դանդաղեցվել է, չգիտեմ պատճառը ինչ է, բայց դանդաղեցվել է։ Առաջին փուլի 50 բնակարանները կառուցելու նպատակով Արցախի կառավարությունը հայտարարեց մրցույթ, որում հաղթեցին մի շարք շինարարական կազմակերպություններ։ Եվրաստրոյ ընկերությունը շահեց ամենից շատ 18 բնակարաններ կառուցելու մրցույթը։ Հունվարի 15-ին 2014 թվականին արդեն մոտորապես պիտի մասնակցեի տենդերի, հունվարի 27-ի տենդերը եղավ, շահեցինք Աղավնո գյուղում 18 բնակարանի առանձնատուն, 18-ից մեկը 2 հարկանի, 17-ը մի հարկանի 3 սենյականոց։ Ուրեմն նշեմ, որ գործը հենց սկսած օրվանից ընթանում է բուռն, մատակարարումը հիմնարկի կողմից կատարվում է լրիվությամբ առանց ոչ մի խոչընդոտների, տնօրինությունը ձգտում է, որ իր սահմանված ժամկետում շենքերն ավարտեք որակով և ժամանակին։ Միասին այդ մեկտեղ կնշեմ, որ աշխատողները կան և տեղական, և Հայաստանի ամեն մարզերից, և Ստեփանակերտից, մոտորապես ժամանակ եղել աշխատել 60 հոգի մարդ, ըստ որում ձեր նայելով ձգտում ունենք, որ պիտի ժամանակի շահագործման հասնենք մեր տված ժամկետի մեջ։ Եղել են դեպքեր, որ օրինակ մատերիալի հեռու լինելու պատճառով քաղաքից մատակարարումը մի օրով 2 օրով, բայց դա պրիչին չէ, դա պատճառ չէ, որ շահագործման ժամանակը ուշացնենք։ Այդ բացակայության դեպքում նույնիսկ 2 օր, 3-րդ, 4-րդ օրերը ավելի թափով ենք աշխատել, բերել լրացել բաստողումների մեջ, բայց աշխատավարձի մոմենտով մեր հիմնարկը ապահովում է ժամանակին, լրիվին ով ինչա վաստակում է, նույնն էլ ստանում է։ Ես վստահ ասում եմ, որ կառուցված է ըստ նախագծի, ըստ իր չափսերի և որակով։ Արցախ Roots Investment ընկերության հիմնադիր անդամներից Մելքոն Հակոբյանը այս տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է այցելում Աղավնո, տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքներին։ Սեպտեմբերի կեսերին մի քանի տասնյակ լիբանանահայ գործարարներ, որոնք ներդրումներ են կատարում Արցախում, կայցել են Աղավնո։ Հենց այդ օրերին շահագործման կհանձնվեն առաջին 50 բնակարանները։ Հունվար փետրվար ամսին սկսել է շինարարությունը, ընթացքը արդեն երևում է, հիմնականում արդեն շենքերը մոտ են ավարտին։ Ցանկանում ենք, որ գյուղում լինեն ժամանակակից պայմաններ, որ այստեղ ապրող մարդիկ իրենց զգան, ցիվիլիզացիայից կտրված չզգան։ Շինարարության որակը դա պարտադիր անպայման պետք է որակը ապահովել, ցանկացած շինարարի համար դա պատվի խնդիր է։ Շինարարությունը իրականացվում է նախագծի համապատասխան, հաստատված նախագծի, նախ սեյսմակայուն շինարարությունը իրականացնում այդ նորմատիվների համապատասխան, նախագծով նախատեսված նյութերը մենք օգտագործում ենք և ձգտում ենք ինչքան հնարավոր է որակյալ շիննյութեր և բաներ օգտագործել այստեղ։ Եվրոպական չափանիշների համապատասխան կառուցվող այս մոդել գյուղը կարևոր խաչմերուկում է։
Հենց գյուղի հարևանությամբ է անցնում Գորի Ստեփանակերտ մայրուղին։ Բացի այդ, գյուղի հարևանությամբ տեղակայված է Արցախի գլխավոր հսկիչ կետը։ Աղավնո գետի վրա կառուցվել են հիդրոէլեկտրակայաններ, որոնցից մեկը նոր բնակավայրին շատ մոտ է։ Այս ամենը հուշում է, որ քաղաքատիպ Ավան հիշեցնող գյուղում բնակվելու են ոչ միայն գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվող մարդիկ, այլ նաեւ ինժեներներ եւ ծառայողներ։ 170 բնակչություն կա եւ 59 ընտանիք։ Ճիշտ է, բոլորը ասենք տներով ապահովված չեն, բայց մի ձև էլ է թեկուզ են փլատակների մեջ էլ ապրում են, որ այս տարածքները դերություն անեն, ասենք, ապրեն էլի մի խոսքով։ Այսօր էլ մինչև վերջել այդ մարդիկ դա բիցիլած, որ պիտի այս գյուղում ապրեն մինչև վերջ, մինչև իրանց Սրանք մարդու համար կառուցված տներ են, շատ հաճույքով հնարավոր է եւ ստեղ ապրել։ Ու երկրորդ հարցն է, որ ստեղ ապրողը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, դա արդեն մենտալիտետի հարց է, ով ոնց է։ Օրինակ ասենք, ես ինքս քաղաքում ծնված մարդ գուցե չկարողանամ, ասենք, այս գյուղի բաներով, ասենք, գյուղատնտեսությամբ զբաղվելու, բայց դե կան մարդիկ, որոնք շատ հաճույքով կզբաղվեն գյուղատնտեսությամբ եւ այս բնակարաններն ժամանակակից բնակարաններ են բոլոր հարմարություններով, բաղնիքը, խոհանոցը առանձին եւ հնարավոր է եւ զբաղվել գյուղատնտեսությամբ եւ ապրել նորմալ պայմաններում։ Նոր կառուցվող գյուղի բնակարանները ամառանոցներ չեն։ Բնակավայրի կառուցումը վերաբնակեցման քաղաքականության մաս է կազմում։ Արցախի կառավարության որոշումով գյուղի մի քանի բնակարաններ կտրամադրվեն 6 երեխայից ավել ունեցող, ինչպես նաեւ նահատակված ազատամարտիկների ընտանիքներին։ Իսկ մնացյալ բնակարանները պետության կողմից երկարաժամկետ եւ ցածր տոկոսներով տրամադրվելիք վարկերով կստանան այն ընտանիքները, որոնք վերաբնակվելու նպատակով ցանկություն ունեն հաստատվել կառուցվող Ավանում։ Չնայած շինարարական աշխատանքները փոքրինչ հետ են ընկել նախապես համաձայնեցված ժամանակացույցից, սակայն Արցախ Roots Investment ընկերության հիմնադիրներից Մելքոն Հակոբյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է եւ բավարարված։